Բարև ձեզ սիրելի ընկերներ։ Խնդրում եմ բացեք Պետրոսի երկրորդ նամակի առաջին գլուխը։ Պետրոսի երկրորդ նամակը, գլուխ առաջին։ Ականավոր սրտային վիրաբույժ եւ ակադեմիկոս Վլադիմիր Անդրեևիչ Ալմազովի առաջին բժշկական համալսարանի կլինիկայում գտնվող իր գրասենյակում կար սպիրտի մեջ պահած սրտի շիշ։ Յուրաքանչյուր ուսանող գիտեր այս սրտի պատմությունը։ 50-ականների սկզբին, երբ Ալմազովը դեռ ուսանող էր, համալսարանի կլինիկա ընդունվեց ենթասուր սեպտիկ էնկոկարդիոտով մի աղջիկ։ Դա սրտի ներքին թաղանթի բորբոքում է։ Սա սարսափելի հիվանդություն է։ Այն դեռևս բարձր մահացության մակարդակ է առաջացնում, իսկ այդ օրերին այն գործնականում անհույս էր համարվում։ Աղջկա ջերմությունը գրեթե միշտ 40 էր։ Սիրտը հրաժարվում էր աշխատել, եւ նրան զննել էին առաջատար պրոֆեսորները եւ մի շարք պրակտիկանտներ, առանց որևէ հատուկ արդյունքի։ Պրակտիկանտների մեջ կար մեկը, ով տաղանդավոր էր եւ ուշադիր։ Նա չմտածեց էնդոկարդիտի հեղափոխական բուժման մասին։ Նա պարզապես սիրահարվեց հիվանդին։ Նա սկսեց ամեն օր այցելել նրա սենյակ, ծաղիկներ տանել, եւ մահամերձ աղջիկը նույնպես սիրահարվեց նրան եւ սկսեց դանդաղորեն ապաքինվել։ Ապաքինվելուց եւ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նրանք ամուսնացան, երեխաներ ունեցան եւ իրենց արծաթե հարսանիքի տարեդարձին, այսինքն 25-ամյակի արդիվ հրավիրեցին նրան բուժող բժիշկներին։ Երբ նա մահացավ, նա իր սիրտը կտակեց առաջին բժշկական ինստիտուտին, որպեսզի նրանք հիշեն, որ հիվանդ սիրտը բուժվում է սիրող սրտով։ Իսկապես, սերը զորություն ունի սրտեր բուժելու։ Հենց այս որակի սիրո մասին մենք այսօր միասին խոսելու ենք։ Հիշեցնեմ, որ վերջին մի քանի քարոզներում, քարոզների վերջին շարքի ընթացքում մենք ուսումնասիրել ենք հոգևոր աճի սանդուղքը։ Այս սանդուղքը նկարագրված է Պետրոսի երկրորդ նամակի առաջին գլխի 5-ից 7-րդ համարներում։ Եկեք կրկին կարդանք Աստվածաշնչյան այս կենտրոնական տեքստը։ Երկրորդ Պետրոս, գլուխ առաջին, 5-ից 7-րդ համարները։ Մինչ այս ասվում էր, որ ձեզ տրվել է կյանքի եւ աստվածպաշտության համար անհրաժեշտ ամեն ինչ, քանի որ Աստված արդեն տվել է ձեզ կյանքի եւ աստվածպաշտության համար անհրաժեշտ ամեն ինչ, ապա դուք նույնպես այս բանի համար ամեն ջանք թափելով ձեր հավատը հարստացրեք առաքինությամբ, առաքինությունը գիտությամբ, գիտությունը ժուժկալությամբ, ժուժկալությունը համբերությամբ, համբերությունը աստվածպաշտությամբ, աստվածպաշտությունը եղբայրասիրությամբ եւ եղբայրասիրությունը սիրով։ Թույլ տվեք եւս մեկ անգամ հիշեցնել ձեզ այս քայլերի մասին, որոնք մենք արդեն անցել եւ քննարկել ենք։ Նախ եւ առաջ առաջին աստիճանը, որը պետք է դրվի հավատքի հիմքի վրա, դա առաքինության աստիճանն է։ Սրանք մեր դրդապատճառներն են, մասնավորապես Աստծուն հաճելի բան անելու ցանկությունը։ Առաքինությունը բարու ցանկությունն է, այսինքն ցանկություն անելու այն, ինչը ճիշտ է, ինչը հաճելի է Աստծուն, ինչը բարի է։ Ավելին, բարիք գործելու այս ցանկությանը պետք է ավելացնել խոհեմությունը, որը հունարենում գնոսիս բառն է, որը նշանակում է իմացություն, բառացիորեն գիտելիք։ Առաքինությանը, Աստծուն հաճելի բաներ անելու ցանկությանը պետք է ավելացնել Աստծուն հաճելի եւ անհաճո բաների մասին գիտելիքը։ Հաջորդ քայլը, որ մենք պետք է ավելացնենք սրան, դա ձեռնպահության քայլն է։ Եթե մենք ցանկանում ենք անել այն, ինչ հաճելի է Աստծուն, եւ գիտենք, թե ինչն է հաճելի նրան եւ ինչը ոչ, ապա մենք բնականաբար կխուսափենք նրանից, ինչը հաճելի չէ նրան։ Այս ժուժկալության մեջ պետք է համբերատարություն ցուցաբերել։ Համբերությունը երկարատև ջանք է, անելու այն, ինչ ճիշտ է։ Սակայն եթե մենք մեղքից հեռու մնանք որոշ ժամանակով, նույնիսկ մեր ամբողջ կյանքում, բայց եթե մեղքից հեռու մնանք միայն մեկ ոլորտում, իսկ կյանքի մյուս ոլորտներում անհավատարիմ լինենք Աստծուն, ապա չենք կարող ասել, որ մեր կյանքը ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Ոչ։ Համբերությանը պետք է ավելացնել բարեպաշտությունը։ Սա մեր կյանքի բոլոր ոլորտների Աստծուն հնազանդվելն է։ Բայց մենք չպետք է կանգ առնենք նաև բարեպաշտության վրա, քանի որ նույնիսկ բարեպաշտությունը շատ հաճախ կարող է դառնալ եսասիրական եւ փարիսեցիական։ Ի վերջո փարիսեցիները նույնպես իրենց ձևով բարեպաշտ մարդիկ էին։ Նրանք պահում էին ամբողջ օրենքը, պահում էին այն նույնիսկ մինչև վերջին տառը, օրենքի տառը։
Այնպես որ 10-րդ էին տալիս նույնիսկ փոքր աննշան բաներից, ինչպես Քրիստոսն է ասում. 10-րդը տալիս եք անանուխով, ոչ թե ետմինով։ Նրանք ձգտում էին պահպանել օրենքի ամենափոքր պատվիրանները, այսինքն նրանց իսկապես կարելի է անվանել բարեպաշտության օրինակ։ Բայց չպետք է կանգ առնել բարեպաշտության վրա, հակառակ դեպքում այն կդառնա փարիսեցիական, ինչպես արդեն ասացինք։ Աստվածպաշտությանը պետք է ավելացնել եղբայրական սերը։ Եղբայրական սերը եղբայրների, քույրերի, այսինքն եկեղեցու նկատմամբ։ Սա առաջին քայլն է ամեն ինչ քեզ համար անելուց խուսափելու համար։ Եղբայրական սերը ուրիշների համար ինչ-որ բան անելու առաջին քայլն է։ Մենք սկսում ենք ծառայել եկեղեցուն, մտածել մեր մերձավորների մասին, հատկապես նրանց, ովքեր մեզ ամենամոտն են, այսինքն մեր հոգևոր ընտանիքը, հավատքի մեջ եղբայրներն ու քույրերը։ Մենք նրանց լավություն ենք անում, մենք նրանց սեր ենք ցույց տալիս։ Սա եղբայրական սեր է։ Եվ այս եղբայրական սերը մեզ ազատում է եսասիրությունից։ Եվ ինքներս մեզ մեր սրտերին, մեր դրդապատճառներին, մեր գործողություններին կենտրոնանալուց։ Այսինքն եղբայրական սերը մեզ ազատում է փարիսեցիությունից։ Եվ հիմա մնում է այս տեքստի վերջին քայլը։ Սա 7-րդ քայլն է։ Հետաքրքիր է, որ Պետրոսը այս սանդուղքը կառուցում է 7 աստիճաններից, 7 հատկանիշներից։ 7-ը ամբողջական թիվն է։ Այսպիսով նա մեզ ցույց է տալիս, որ այս 7 հատկանիշները ներառում են ամբողջ հոգևոր կյանքը, հոգևոր աճի ամբողջ գործընթացը։ Եվ հիմա մենք անցնենք վերջին 7-րդ քայլի քննարկմանը։ Դա սերն է։ Մենք կարդում ենք 7-րդ համարում. Աստվածպաշտության մեջ պետք է եղբայրական սեր դրսևորել, իսկ եղբայրական սիրո մեջ սեր։ Եկեք ավելի մանրամասն խոսենք այս որակի մասին։ Ինչ է սերը։ Եվ ինչով է այն տարբերվում եղբայրական սիրուց։ Թվում է, թե սրանք շատ նման բաներ են։ Եղբայրական սեր բառը ևս ունի սեր արմատը։ Եթե մենք արդեն խոսել ենք եղբայրական սիրո մասին, ինչու ավելացնել սիրո հետ կապված ևս մեկ հատկություն։ Ինչով է սերը տարբերվում եղբայրական սիրուց։ Նախորդ քարոզում մենք քննարկեցինք, որ եղբայրական սերը եղբայրների և քույրերի հանդեպ սերն է, այսինքն սերը եկեղեցու հանդեպ։ Այսպիսով եղբայրական սերը սահմանափակում է սիրո կիրառումը որոշակի առարկաների, եկեղեցու, եղբայրների և քույրերի նկատմամբ։ Հետևաբար հաջորդ քայլը, որը այստեղ պարզապես կոչվում է սեր, սիրո կիրառումն է եկեղեցուց դուրս գտնվող մյուս բոլոր առարկաների նկատմամբ։ Եղբայրական սերը սեր է որոշակի նեղ առարկայի, այն է եղբայրների և քույրերի նկատմամբ։ Եվ հաջորդ քայլը, որը Պետրոսը պարզապես անվանեց սեր, սիրո կիրառումն է եկեղեցուց դուրս գտնվող մյուս բոլոր առարկաների նկատմամբ։ Ինչ այլ սիրո առարկաներ են մնում եկեղեցուց դուրս։ Այլ կերպ ասած եկեղեցուց բացի, ուրիշ ում նկատմամբ պետք է սեր ցուցաբերենք։ Իհարկե անհավատների նկատմամբ։ Սրանք այն մարդիկ են, ովքեր չեն մտնում եկեղեցի, արտաքուստ, ինչպես Սուրբ Գիրքն է նրանց անվանում, եւ մենք կոչված ենք սեր ցուցաբերել նաեւ նրանց նկատմամբ։ Մենք չենք կարող անհավատների հանդեպ սերը եղբայրական սեր անվանել։ Դա եղբայրական սեր չէ, բայց դա արդեն հաջորդ քայլն է, սերը։ Եվ կա սիրո մեկ այլ առարկա, որի նկատմամբ մենք կոչված ենք սեր ցուցաբերել, եւ որի նկատմամբ սերը չի կարող եղբայրական սեր կոչվել։ Դա Աստված է։ Աստված նույնպես սիրո առարկա է, որի նկատմամբ եղբայրական սիրո հասկացությունը կիրառելի չէ, բայց որին մենք պետք է սիրենք։ Այսպիսով հաջորդականությունը սա է։ Եկեղեցու հանդեպ սիրո միջոցով մենք սովորում ենք սիրել անհավատներին։ Եվ եկեղեցու հանդեպ սիրո միջոցով մենք սովորում ենք սիրել նրա հորը, Աստծուն։ Այլ կերպ ասած, սիրելով նրանց, ում ավելի հեշտ է սիրել, մենք սովորում ենք սիրել նրանց, ում ավելի դժվար է սիրել։ Կրկին մտածեք այս հարաբերակցության և որակի այս սանդուղքի մասին։ Եղբայրական սիրով մենք բարձրանում ենք դեպի սեր։ Եկեղեցու հանդեպ սիրո միջոցով մենք սովորում ենք սիրել անհավատներին։ Եվ սովորում ենք սիրել Աստծուն։ Այսինքն, ինչպես ասացինք, ես կրկին կկրկնեմ այս միտքը։ Սիրելով նրանց, ում ավելի հեշտ է սիրել, մենք սովորում ենք սիրել նրանց, ում ավելի դժվար է սիրել։ Եվ անհավատներին սիրելը ավելի դժվար է, քան հավատացյալներին։ Եվ Աստծուն սիրելը ավելի դժվար է, քան հավատացյալներին սիրելը։ Մտածեք այդ մասին։
Հնարավոր է ոչ բոլորը միանգամից կհամաձայնվեն այս հայտարարությունների հետ։ Ոմանք կարծում են, որ անհավատներին սիրելը ավելի հեշտ է, քան հավատացյալներին։ Հաճախ կարող ենք լսել նման դատողություն. ավելի լավ է գործ ունենալ անհավատների հետ, քան հավատացյալների։ Ավելի հեշտ է սիրել անհավատներին, քան հավատացյալներին։ Սակայն դա այդպես չէ։ Նրանք, ովքեր ասում են, որ անհավատներին սիրելը ավելի հեշտ է, քան հավատացյալներին, ամենայն հավանականությամբ պարզապես չեն հասկանում, թե իրականում ինչ է իրական սերը։ Քանի որ եթե միայն փորձեին իսկական սեր ցուցաբերել անհավատներին, կտեսնեին, որ դա շատ ավելի դժվար է, քան հավատացյալներին սեր ցուցաբերելը։ Հավատացյալները մեր ընտանիքն են։ Սրանք այն մարդիկ են, որոնց հետ մենք կապված ենք հոգևոր ազգակցական կապերով։ Սրանք այն մարդիկ են, ովքեր իրենցից վեր ճանաչում են նույն Աստծուն և իրենց հիմքը ճանաչում են Սուրբ Գրքի նույն հիմքը։ Այսպիսով, եթե մենք ցուցաբերենք իսկական աստվածաշնչյան սեր, ապա ավելի հեշտ է այն ցույց տալ հավատացյալներին, քան անհավատներին։ Պարզապես փորձեք սկսել անհավատներին վկայել Քրիստոսի մասին։ Եվ դուք անմիջապես կհանդիպեք ծաղրի, մերժման, թյուրըմբռնման և հարաբերություններում լարվածության։ Եվ դուք անմիջապես կհասկանաք, որ անհավատներին սիրելը ավելի հեշտ չէ, քան հավատացյալներին։ Ավելի հեշտ է մակերեսային սիրավեպեր ունենալ անհավատների հետ, երբ պարզապես որոշակի ծառայություններ ես մատուցում, շփվում նրանց հետ, աշխատանքի վայրում։ Այո, այստեղ գուցե ավելի հեշտ է դա անել, բայց սա դեռ իսկական սեր չէ։ Երբ հասնեք մտերիմ անձնական հարաբերությունների մակարդակին և իսկապես ծառայեք այս մարդկանց, կտեսնեք, որ անհավատներին սիրելը շատ ավելի դժվար է, քան հավատացյալներին սիրելը։ Իսկ ինչ կասեք Աստծո մասին։ Աստծուն սիրելը հավատացյալներից ավելի հեշտ է, թե ավելի դժվար։ Առաջին հայացքից կրկին կարող է թվալ, որ Աստծուն սիրելը ավելի հեշտ է, քանի որ նա այնքան կատարյալ է։ Հետևաբար նրա հանդեպ սերը պետք է բնականորեն առաջանա։ Իսկ հավատացյալ եղբայրներն ու քույրերը կատարյալ չեն։ Բայց սիրելի ընկերներ, դա այդպես չէ։ Աստվածաշունչը ինքնին ցույց է տալիս մեզ, որ Աստծուն սիրելը ավելի դժվար է, քան հավատացյալներին սիրելը։ Հովհաննեսի առաջին նամակի 4 գլխի 20-րդ համարում ասվում է. Ա Հովհաննես 4:20. Եթե մեկն ասի Աստծուն սիրում եմ և իր եղբորն ատի, նա ստախոս է։ Մտածեք այս խոսքերի մասին։ Եթե մեկն ասի Աստծուն սիրում եմ և իր եղբորը ատի, նա ստախոս է։ Եթե Աստծուն սիրելը ավելի հեշտ լիներ, քան եղբորը, ապա այս խոսքերը արդար չէին լինի։ Քանի որ մարդը, ով սիրում է Աստծուն և ատում է իր եղբորը, միշտ չէ, որ ստախոս կլինի։ Ի վերջո նա կարող էր ասել. այո, ես սիրում եմ Աստծուն, որովհետև դա ավելի հեշտ է։ Ես արդեն հասել եմ դրան, բայց դեռ չեմ հասել ավելի դժվարին՝ սիրելու եղբորս։ Հետևաբար ես սիրում եմ Աստծուն, բայց ատում եմ եղբորս։ Եթե Աստծուն սիրելը ավելի հեշտ լիներ, քան եղբորը, ապա այդպիսի մարդը պարտադիր չէ, որ ստախոս լինի։ Բայց Աստվածաշունչը ցույց է տալիս, որ այդպիսի մարդը ստախոս է։ Ինչու՞։ Որովհետև Աստծուն սիրելը ավելի դժվար է, քան եկեղեցում եղբորը կամ քրոջը սիրելը։ Հետևաբար, եթե մարդը ասում է, որ ես սիրում եմ Աստծուն, այսինքն ես հասել եմ ավելի բարձր մակարդակի, ես հասել եմ ավելի դժվար բանի, բայց միևնույն ժամանակ ատում է իր եղբորը, այսինքն չի անում ավելի հեշտ բան, ապա բնականաբար նա ստախոս է։ Եթե դու չես անում ավելի հեշտերը, ինչպես կարող ես պնդել, որ հասել ես ավելի դժվարներին, հասկանում եք։ Հետևաբար այնպիսի մարդը, ով ասում է, որ ես սիրում եմ Աստծուն, բայց չեմ սիրում եղբորս, 100% ստախոս է։ Եվ Հովհաննեսը շարունակում է բացատրել. Եթե մեկն ասի Աստծուն սիրում եմ և իր եղբորը ատի, նա ստախոս է, որովհետև ով չի սիրում իր եղբորը, որին տեսել է, ինչպես կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել։ Շատ ավելի հեշտ է սիրել այն եղբորը, որին տեսնում եք, քան սիրել Աստծուն, որին չեք տեսնում։ Այս պատճառով Հովհաննեսն ասում է, որ դա անհնար է։ Նա, ով չի սիրում իր եղբորը, ինչպես կարող է ավելի դժվար բաներ անել, ինչպես կարող է սիրել Աստծուն։ Այսպիսով մենք տեսանք,
որ եղբայրական սերը ավելի պարզ քայլ է, քան սերը։ Սիրելով նրանց, ում ավելի հեշտ է սիրել, այսինքն եկեղեցուն, եղբայրներին եւ քույրերին, մենք անցնում ենք հաջորդ քայլին եւ սովորում ենք հասնել հաջորդ որակին։ Սիրելով նրանց, ում ավելի հեշտ է սիրել, մենք սովորում ենք սիրել նրանց, ում ավելի դժվար է սիրել։ Հիմա եկեք մտորենք այս հարցի շուրջ։ Ինչու է սերը հոգևոր աճի գագաթնակետը։ Ինչու է սերը հոգևոր աճի գագաթնակետը։ Ես կներկայացնեմ մի քանի պատճառ։ Թե ինչու է հոգևոր աճը ավարտվում այս սանդուղքի նկարագրության մեջ հենց սիրով, որպես բարձրագույն որակ, որպես ամենաբարձր կետ։ Ինչու է սերը հոգևոր աճի գագաթնակետը։ Առաջին պատճառն այն է, որ դա կատարելության գումարն է։ Սուրբ գրքի համաձայն սերը բոլոր կատարելությունների գումարն է։ Կողոսացիներ 3 գլուխ 14 համար, Կողոսացիներ 3:14։ Եվ այս բանի վրա սերը հագեք, որ կատարելության կապն է։ Եթե վերցնենք մարդկային բնավորության մեջ կատարյալ լինելիք ամեն ինչ, եթե վերցնենք բոլոր լավագույնները, բարձրագույն բարությունը եւ համատեղենք դրանք, սեր կստանանք։ Սերը կատարելության գումարն է։ Հետևաբար սերը իսկապես շատ բարձր չափանիշ է։ Շատ բարձր նշաձող, որին մենք ձգտում ենք մեր ողջ կյանքի ընթացքում։ Սերը հոգևոր աճի էվերեստն է։ Այն գագաթնակետը, որին չես կարող հասնել առաջին օրվանից։ Սա այնպիսի գագաթ է, որը չես կարող նվաճել առաջին փորձից։ Սա այնպիսի գագաթ է, որը նվաճելու համար պետք է շատ երկար գնալ եւ դրան երկար պատրաստվել։ Սերը իսկապես հոգևոր աճի ամենաբարձր աստիճանն է, քանի որ այն կատարելության գագաթնակետն է։ Այն համատեղում է բոլոր առավել կատարյալ բնութագրերը։ Երկրորդ, սերը Աստծո օրենքի նպատակն ու էությունն է։ Սերը Աստծո օրենքի նպատակն ու էությունն է։ Հռոմեացիներին ուղղված նամակի 13-րդ գլխի 9-10 համարներում Պողոս առաքյալը ասում է. Քանի որ մի շնացիր, մի սպանիր, մի գողացիր, սուտ մի վկայիր, մի ցանկացիր եւ ուրիշ ինչ պատվիրաններ էլ որ կան այս խոսքի մեջ են բովանդակվում, պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ։ Եթե վերցնենք Աստծո օրենքի բոլոր պատվիրանները եւ Պողոսը այստեղ թվարկի Մովսեսի օրենքից 10 պատվիրաններից, եթե վերցնենք 5 կտակարանի Աստծո օրենքի բոլոր պատվիրանները եւ միավորենք դրանք մեկ կույտի, մեկ ամբողջության, ապա մեր առջև կտեսնենք սիրո պատկերը։ Բոլոր պատվիրանները պարունակվում են այս խոսքի մեջ. սիրիր քո մերձավորին, ինչպես ինքդ քեզ։ Սերը երբեք չի կարող պակաս լինել պատվիրաններից։ Սերը չի կարող հակասել Աստծո օրենքին կամ արդարացնել Աստծո որևէ պատվիրանի խախտումը։ Սերը երբեք չի նշանակում չափանիշ իջեցնել, այլ միշտ այն բարձրացնել։ Սերը, կրկնում եմ, չի կարող Աստծո օրենքից պակաս լինել, քանի որ բոլոր պատվիրանները հանգում են սիրո։ Բոլոր պատվիրանները պարունակվում են այս նախադասության մեջ. սիրիր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ։ Եվ Պողոսը շարունակում է 10-րդ համարում. սերը ընկերոջ նկատմամբ չարիք չի գործի, ուրեմն օրենքի լռումը սերն է։ Մենք կարող ենք Աստծո օրենքից հավաքել Աստծո բոլոր պատվիրանները, դնել կշեռքի մի կողմում, իսկ սերը կշեռքի մյուս կողմում, եւ կշեռքը կհավասարակշռվի։ Քանի որ այս բոլոր պատվիրանները պարունակվում են այս խոսքի մեջ. սիրիր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ։ Սերը օրենքի կատարումն է։ Սերը երբեք անօրինության արդարացում չէ։ Սերը երբեք չի կարող լինել օրենքի խախտում կամ որևէ պատվիրանի նկատմամբ աչք փակել։ Ընդհակառակը, սերը կլանում է Աստծո բոլոր պատվիրանները։ Եթե մենք միասին դնենք Աստծո օրենքի բոլոր պատվիրանները, կտեսնենք սիրո պատկերը։ Այսպիսով սերը հոգևոր աճի գագաթնակետն է, քանի որ այն միավորում է Աստծո օրենքի բոլոր պատվիրանները։ Կարող ենք նաև ասել եւս մեկ պատճառ նշելու համար։ Սա իմաստով մոտ արտահայտություն է։ Սերը գլխավոր պատվիրանն է։ Սերը գլխավոր պատվիրանն է։
Մատթեոսի ավետարանի 22-րդ գլխի 36-ից 39 համարներում նկարագրվում է, թե ինչպես մի գրագիր, օրենքին լավատեղյակ մարդ, Մովսեսի օրենքի մասնագետ, մոտենում է Հիսուսին եւ հարցնում նրան. «Ուսուցիչ, ո՞րն է օրենքի մեծագույն պատվիրանը»։ Հիսուսը ասաց նրան. «Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ մտքով»։ Սա առաջին եւ ամենամեծ պատվիրանն է։ Երկրորդը նման է դրան. «Սիրիր քո մերձավորին, ինչպես ինքդ քեզ»։ Երբ դպիրը հարցրեց Հիսուսին, թե որ պատվիրանն է ամենամեծը, Հիսուսը նրան ասաց երկուսը, քանի որ դրանք հավասար էին, անբաժանելի են միմյանցից։ Նա ասաց. «Սիրիր Տեր Աստծուն», եւ երկրորդը նման է, այսինքն հավասար է դրան. «Սիրիր քո մերձավորին, ինչպես ինքդ քեզ»։ Քրիստոսը ինքը հին կտակարանի բոլոր պատվիրաններում սերը առանձնացրեց որպես գլխավոր պատվիրան։ Ուստի այն իսկապես հոգևոր աճի գագաթնակետն է։ Դե եւ վերջապես սերը հոգևոր աճի գագաթնակետն է, քանի որ այն Աստծուն ճանաչելու չափանիշն է։ Այն Աստծուն ճանաչելու չափանիշն է։ Ա Հովհաննես գլուխ 4, համար 8։ Ով չի սիրում, Աստծուն չի ճանաչում, որովհետև Աստված սեր է։ Նա ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, որովհետև Աստված սեր է։ Եթե մարդն ասում է ես ճանաչում եմ Աստծուն, ես գիտեմ ավետարանը, ես գիտեմ Սուրբ Գիրքը, ես անձնական հարաբերություններ ունեմ Աստծո հետ, ես ճանաչում եմ Աստծուն, բայց նույն ժամանակ սեր չի ցուցաբերում, ապա նա չի ճանաչում Աստծուն, նա սխալվում է, որովհետև Աստված սեր է։ Աստվածայինի բունեությունը պարունակվում է սիրո այս որակի մեջ։ Աստծո արած ամեն ինչ պայմանավորված է սիրով։ Նրա բոլոր գործերն ու բոլոր ծրագրերը սիրո դրսևորում են։ Երբ Աստված որոշեց ստեղծել մեր աշխարհը, դա պայմանավորված էր սիրով։ Երբ Աստված ծրագրում է ստեղծել մարդուն, նա ցանկանում էր ստեղծել մի էակ, որը կկարողանար գնահատել իր սերը եւ որի վրա կթափվեր Աստծո սերը։ Երբ Աստված ծրագրում էր պատմության ողջ ընթացքը, նա ծրագրեց, որ պատմության այս ընթացքի կարևորագույն պահը գագաթնակետը լինի Գողգոթան։ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը եւ նրա սիրո այս բարձրագույն դրսևորումը։ Աստծո բոլոր գործերը մղված են սիրով։ Աստված սեր է։ Հետևաբար, եթե մարդն ասում է ես ճանաչում եմ Աստծուն, բայց սեր չունի, դա նշանակում է, որ նա չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստծո էությունը սերն է։ Եվ եթե սա է Աստծուն ճանաչելու չափանիշը, ապա համապատասխանաբար սերը հենց քրիստոնեության չափանիշն է։ Առաջին Կորինթացիներին ուղված նամակի 16-րդ գլխի 22-րդ համարում, Ա Կորինթացիներ 16:22-ում ասվում է. Եթե մեկը Տեր Հիսուսին չի սիրում, անիծված թող լինի։ Մարանաթա։ Ով չի սիրում Տեր Հիսուս Քրիստոսին, անիծյալ լինի, այսինքն թող հանձնվի Աստծո դատաստանին։ Եվ հետո այս գաղափարը հաստատելու, ավելի պնդելու համար Պողոս առաքյալը ավելացնում է եւս մեկ արամերեն բառ, որով այդ ժամանակ հրեաները խոսում էին. Մարանաթա, որը նշանակում է Տերը գալիս է։ Տերը եկել է։ Ով չի սիրում Տեր Հիսուս Քրիստոսին, թող հանձնվի Աստծո դատաստանին։ Տերը մոտ է։ Նկատի ունեցեք, որ այնտեղ չի ասվում, որ ով չգիտի Տեր Հիսուս Քրիստոսի մասին, ենթակա է անեծքի։ Մարանաթա։ Այն նաև չի ասում, որ ով չի հետևում Տեր Հիսուս Քրիստոսի մասին ճիշտ ուսմունքին, անիծյալ է։ Մարանաթա։ Այլ նա, ով չի սիրում Տեր Հիսուս Քրիստոսին, անիծյալ լինի։ Մարանաթա։ Քրիստոնեության չափանիշը Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ սերն է։ Եվ ինչպես Հովհաննեսը ավելացնում է Ա Հովհաննես 4:19-ում, նա ասում է. մենք սիրում ենք նրան, որովհետև նախ նա սիրեց մեզ։ Այսպիսով մենք տեսանք, թե ինչու է սերը այդքան կարևոր։ Եվ ինչու է այս որակը դրվում որպես վերջին քայլ, որպես հոգևոր աճի գագաթնակետ։ Հիմա մտածենք, թե ինչպես է սերը դրսևորվում։ Ինչպես կարող ենք գնահատել, թե արդյոք սիրում ենք մարդկանց, արդյոք սեր ենք դրսևորում մեր կյանքում։ Կամ որ բաներին, որ ոլորտներին պետք է ուշադրություն դարձնենք, որպեսզի սովորենք սեր դրսևորել։ Կրկին կխոսենք սիրո եւ եղբայրական սիրո մասին։
Նախորդ քարոզում մենք արդեն ավելի նեղ իմաստով խոսեցինք սիրո մասին, ինչպես այն վերաբերվում է եկեղեցուն, եւ այնտեղ մենք բազմաթիվ օրինակներ բերեցինք եկեղեցու ներսում սիրո դրսևորման վերաբերյալ։ Մենք խոսեցինք հարաբերությունների ուշադրության, եղբորդ խնամակալը լինելու մասին, հիշում եք։ Մենք խոսեցինք դրա մասին։ Մենք խոսեցինք փոխադարձ ծառայության, եկեղեցուն որոշակի ծառայությունների համար պատասխանատվություն կրելու, ուրիշներին չդատելու եւ վատագույնը չենթադրելու եւ այլնի մասին։ Այս ամենը արդեն ներառված է սիրո որակի մեջ։ Բայց այսօր մենք մի փոքր ավելի շատ կխոսենք կոնկրետ հարցերի մասին։ Ինչպես է դրսևորվում գերեղբայրական սերը։ Ինչպես է դրսևորվում գերեղբայրական սերը։ Այսինքն բացի այն սիրո այն հատկանիշներից, որոնք մենք ցուցաբերում ենք միմյանց նկատմամբ եկեղեցում, մեր հոգևոր ընտանիքում։ Ինչ այլ քայլ պետք է անենք անհավատների եւ Տիրոջ հանդեպ սեր ցուցաբերելու համար։ Այսպիսով ինչպես է դրսևորվում գերեղբայրական սերը։ Երբ մտածում եմ այն մասին, թե ինչպես պետք է սեր ցուցաբերենք եկեղեցուց դուրս գտնվող անհավատների նկատմամբ, առաջին բանը, որ մտքից գալիս է, գիտեք ինչն է։ Այն բանը, որի համար մենք փորձում ենք աղոթել յուրաքանչյուր ծառայության մեջ։ Ավետարանչությունը։ Նախ եւ առաջ անհավատներին սեր ցուցաբերելը ավետարանչություն է։ Բանն այն է, որ երբ Աստված ինքն է խոսում անհավատ աշխարհի հանդեպ իր սիրո մասին, նա խոսում է անհավատ աշխարհի փրկության մասին։ Աստվածաշնչի ամենահայտնի համարը, որը վստահ եմ բոլորդ անգիր գիտեք, նույնիսկ որդիս վերջերս մեջ բերեց այն ինձ։ Սա Հովհաննես 3-ի 16-րդ համարն է։ Որովհետև Աստված այնքան սիրեց աշխարհը, եւ մտածեք այդ մասին, երբ Աստված խոսում է անհավատ աշխարհը սիրելու մասին, ինչի մասին է նա խոսում, ինչ տերմիններով, եւ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Երբ Աստված խոսում է անհավատ աշխարհի հանդեպ իր սիրո մասին, նա խոսում է այս աշխարհը փրկելու իր ցանկության մասին։ Նա այնքան սիրեց աշխարհը, որ իր որդուն զոհաբերեց փրկության նպատակով։ Սիրելի բարեկամներ, առավել ևս երբ մտածում ենք անհավատ մարդկանց եւ անհավատ աշխարհի հանդեպ սիրո մասին, մենք պետք է առաջին հերթին մտահոգված լինենք անհավատ աշխարհի փրկությամբ։ Մենք պետք է մտահոգված լինենք, որ մեր շրջապատի մարդիկ դժոխքի ճանապարհով են գնում։ Մենք պետք է անհանգստանանք այն փաստի համար, որ նրանք չեն ճանաչում Աստծուն, չգիտեն ճշմարտությունը, խավարի մեջ են, մահվան մեջ են, ամեն օր հոգևորապես մահանում են։ Եվ այսպիսով, եթե մենք սիրենք միայն անհավատ մարդկանց, ապա մեր սրտերը իհարկե կտխրեն։ Մեր սրտերի վրա ծանր բեռ կլինի այն միտքը, որ մեր շրջապատի մարդիկ կործանվում են, եւ մենք կձգտենք նրանց հետ կիսվել ավետարանով եւ նրանց հասցնել Հիսուս Քրիստոսի մասին ճշմարտությունը։ Սա հենց այն վերաբերմունքն է, որը Պողոս առաքյալը մեզ ցույց է տալիս։ Հռոմեացիներ 9:1-4-ում Պողոսն ասում է. Ճշմարիտ եմ ասում, Քրիստոսով չեմ ստում, իմ խիղճն էլ է վկայում ինձ Սուրբ Հոգով։ Երբ կարդում եմ այս խոսքերը, դրանք արդեն զարմացնում են ինձ։ Շփիտ են առաջացնում, որովհետև նման խոսքեր ուրիշ ոչ միտեղ չեք կարդա։ Պողոս առաքյալը հազվադեպ է դիմում նման խիստ համոզմունքի։ Նա պարզապես սովորաբար գրում է եւ խոսում է ինչ-որ բանի մասին։ Լավագույն դեպքում նա կասի ցանկացած ընդունման արժանի խոսքեր եւ այլն։ Բայց ահա այն քիչ տեղերից մեկը, որտեղ նա այդքան համառորեն համոզում է մեզ, որ ճշմարտությունն է ասում։ Ես ճշմարտությունն եմ խոսում Քրիստոսով, որպեսզի չմտածենք, թե չափազանցնում է։ Ես չեմ ստում, որպեսզի չմտածենք, թե նա մեզ մոլորեցնում է։ Իմ խիղճը վկայում է ինձ Սուրբ Հոգով, որ չկարծենք, թե նա սա կեղծավորությամբ է ասում, եւ հետո լսեք, թե ինչ է նա ասում։ Ճշմարտությունն եմ խոսում Քրիստոսով, չեմ ստում, իմ խիղճն է վկայում ինձ Սուրբ Հոգով։ Այլ կերպ ասած, վստահեք ինձ, պարզապես վստահեք ինձ։ Ինչի մեջ։ Ասում է, որ տրտմությունս մեծ է, իսկ սրտից ցավը անհատնում։ Կցանկանայի ես ինքս Քրիստոսից նզովված լինեի իմ եղբայրների ու ըստ մարմնի իմ ազգակիցների համար, որ իսրայելացի են։ Պողոս առաքյալը այնքան խորապես մտահոգված էր իր հայրենակիցների հոգևոր կործանմամբ,
անգիտությամբ եւ անհավատությամբ, որ պատրաստ կլիներ նույնիսկ Քրիստոսից արտաքսվել։ Եթե դա հնարավոր լիներ, նրանցից գոնե մեկին փրկելու համար։ Եթե նա կարողանար իր տեղը դրախտում զիջել որևէ այլ կործանվող մարդու, նա դա կաներ, եթե դա հնարավոր լիներ։ Ինչ հակադրություն մեզանից շատերի ինքնագոհության եւ ինքնաբավարարվածության հետ։ Մենք ուրախ ենք, որ գտնվում ենք եկեղեցում, տաք սենյակում, հարմարավետ պատերի ներսում, հարմարավետ կամ գուցե ոչ այնքան հարմարավետ նստատեղի վրա։ Սպասում ենք հնարավորությանը վերադառնալու մեր ավելի հարմարավետ դահլիճ, որտեղ մեզ համար ավելի հարմարավետ կլինի նստելը։ Եվ մենք պատրաստ ենք կորցնել մեր տեղը եկեղեցում։ Անհավատի փրկության համար։ Փրկությունը կորցնելու մասին էլ խոսք չկա։ Մենք պատրաստ չենք հրաժարվել մեր տեղից դրախտում, կորստյան մատնվող մարդու փրկության համար։ Մենք պատրաստ չենք հրաժարվել մեր ժամանակի նույնիսկ մի մասից։ Հրաժարվել մեր վաստակի մի մասից։ Շեղվել մեր ճանապարհից, մեր ժամանակը որևէ անհավատի նվիրելու համար։ Եկեք սովորենք Պողոս առաքյալից, որն ասում է. Մեծ վիշտ եւ անդադար ցավ ունեմ սրտումս կորչող հայրենակիցներիս համար։ Սիրելի բարեկամներ, սերը դրսևորվում է նախ եւ առաջ մարդկանց փրկության ցանկության մեջ եւ այն բանում, որ մենք ձգտում ենք նրանց մոտեցնել փրկությանը, նրանց հասցնել այս ավետարանական լուրը։ Եվ եթե մենք չենք մտահոգվում ավետարանով, ապա սա միայն ապացուցում է, որ մենք բավարար չափով չենք սիրում։ Շատերդ լսել եք Ռոբերտ Մյուրեյ Մաքչեյնի անունը։ Նրա քարոզներն ու կենսագրությունը հրատարակվել է ռուսերենով, այնպես որ կարծում եմ դուք տեսել եք նրա գրքերը, գուցե կարդացել եք դրանք։ Սակայն թերևս բոլորը չգիտեն, որ նա ուներ եղբայր, որը գրեթե 10 տարով մեծ էր իրենից։ Նրա եղբոր անունը Դավիթ էր, Դավիթ Մաքչեյն։ Երկուսն էլ շատ ընդունակ էին, բայց Դավիթը լինելով ավագը, առաջինն էր, որ հավատաց եւ դարձավ նվիրված քրիստոնյա, մինչդեռ Ռոբերտը շարունակում էր ապրել մեղքի մեջ։ Մի գիշեր Ռոբերտը տուն վերադարձավ գիշերային զբոսանքից եւ տեսավ Դավիթին ծնկի իջած։ Դու իմ անունը ասացիր Դավիթ, հարցրեց նա քմծիծաղ տալով։ Իսկապես ես այնքան վատն եմ, որ դու աղոթում ես ինձ համար։ Դավիթը հեզությամբ պատասխանեց. Մենք բոլորս մեղավորներ ենք, որոնք փրկչի կարիք ունեն, եւ մենք բոլորս պետք է մեր կյանքը վստահենք Քրիստոսին։ Ռոբերտը ուսերը թոթովեց եւ չշարունակեց զրույցը։ Երբ Ռոբերտը ընդունվեց Էդինբուրգի համալսարան, Շոտլանդիայի կենտրոնական համալսարանը, նրա տաղանդը դռներ բացեց նրա առջև։ Դասախոսները նրան մեծ ապագա էին խոստանում, մինչդեռ նրա ավագ եղբայր Դավիթը տանը պայքարում էր մահացու հիվանդության դեմ։ Նա շարունակում էր աղոթել իր կրտսեր եղբոր համար, մինչև մահը փակեց նրա շուրթերը։ Դավիթի մահվան օրը, ինչպես ավելի ուշ վկայեց Ռոբերտ Մյուրեյ Մաքչեյնը, նա ստացավ իր առաջին հարվածը, որը ստիպեց նրան գնահատել իր բոլոր աշխարհիկ հետաքրքրությունները։ Նա հասկացավ, որ իր բոլոր աշխարհիկ հոբիները, կարիերայի հետապնդումը, ինչ-որ հաճույքի, զվարճանքի հետապնդումը, այս ամենը ոչինչ է։ Դատարկություն իրեն սպասող հավերժության եւ երկրային կյանքի անցողիկության առջև։ Ռոբերտը շուտով դարձի եկավ Քրիստոսին եւ դարձավ Շոտլանդիայի ամենահարգված եւ սիրված քահանաներից մեկը։ 23 տարեկանում նա դարձավ Շոտլանդիայի Դանդի քաղաքի մեծ եկեղեցու հովիվը։ Չնայած նրա ծառայությունը տևեց ընդամենը 7 տարի, նա մահացավ 30 տարեկանում որովայնային տիֆից։ Նա կարողացավ հայտնի դառնալ որպես Շոտլանդիայի ամենասուրբ մարդը։ Նրա եկեղեցին լցվում էր պատարագի սկսվելուց մի քանի ժամ առաջ։ Մարդիկ շտապում էին զբաղեցնել իրենց տեղերը լսելու Սուրբ գրքի մեկնաբանությունը։ Իրոք, մենք միշտ չէ որ կարող ենք արագ տեսնել մեր ավետարանչության պտուղը։ Դավիթ Մաքչեյնը երբեք էլ չտեսավ, որ իր կրտսեր եղբայրը զղջա։ Բայց սերը կձգտի ուրիշներին Քրիստոսի մոտ բերել։ Անկախ նրանից, թե ինչ գնով, նույնիսկ իր սեփական կյանքի գնով, մինչև իր կյանքի վերջը։
Այսպիսով սերը, գերեղբայրական սերը դրսևորվում է մեր ավետարանչության մեջ անհավատներին։ Երկրորդ, սերը, գերեղբայրական սերը, դրսևորվում է անհավատ մարդկանց համար բարի գործերով։ Անհավատ մարդկանց համար բարի գործերով։ Նախորդ քարոզում մենք արդեն խոսեցինք հավատացյալների համար բարի գործերի մասին։ Եկեղեցու պատերի ներսում սերը։ Իսկ գերեղբայրական սերը դրսևորվում է անհավատների համար բարի գործերով։ Մի օր մի մարդ մոտեցավ Հիսուսին եւ հարցրեց նրան, թե որն է օրենքի ամենակարևոր պատվիրանը, եւ Հիսուսը հարցը ուղղեց նրան։ Ըստ երևույթին շատերն են այս հարցը տվել։ Այս հարցը անկասկած քննարկվել է, եւ նույնիսկ պատմությունը հաստատում է, որ այս հարցը իսկապես լայնորեն քննարկվել է փարիսեցիների կողմից։ Ուստի զարմանալի չէ, որ տարբեր մարդիկ նույն հարցը տվել են Քրիստոսին։ Այսպիսով մի մարդ մոտեցավ եւ հարցրեց, թե որն է օրենքի գլխավոր պատվիրանը։ Քրիստոսը այս հարցը ուղղեց նրան ասելով. «Իսկ դու ինչ ես կարծում»։ Եվ նա ճիշտ ասաց։ Ասաց նույն խոսքերը, որոնք Քրիստոսը ասել էր մեկ այլ իրավիճակում։ Նա ասաց. «Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ, քո ամբողջ մտքով եւ քո մերձավորին քո անձի պես»։ Հիսուսը գովաբանեց նրան. «Դու ճիշտ պատասխանեցիր։ Նույնը արա եւ կապրես»։ Բայց նա կամենալով արդարեցնել իրեն ասաց Հիսուսին. «Իսկ ով է իմ մերձավորը»։ Եվ այսպես այս հարցին ի պատասխան ով է իմ մերձավորը, որին ես պետք է սիրեմ։ Դուք նկատում եք այս կապը, չէ՞։ Որն է գլխավոր պատվիրանը։ Սիրիր քո մերձավորին, ինչպես ինքդ քեզ։ Իսկ ով է իմ մերձավորը, ում պետք է սիրեմ։ Միայն իմ ընտանիքի անդամներին կամ հարևանին, ով ապրում է հարևան տանը։ Ով է իմ մերձավորը, որին ես պետք է սիրեմ։ Այս հարցին ի պատասխան Քրիստոսը պատմում է բարի սամարացու հայտնի առակը։ Ես այն ամբողջությամբ չեմ կարդա, դուք հիշում եք դրա բովանդակությունը։ Այն պատմում է, թե ինչպես մի հրեա Երուսաղեմից մեկնել է Երիքով, բռնվել ավազակների կողմից։ Նրանք թալանել են նրան եւ գետնին տապալել։ Ապա նրա կողքով անցնում են այլ հրեաներ եւ ոչ մի կերպ չեն օգնում նրան։ Եվ վերջապես մի անծանոթ, մի սամարացի անցնում է նրա կողքով։ Սամարացին Սամարիա քաղաքի բնակիչ է։ Սամարիան քաղաք էր, որը փոքր տարածաշրջանի մայրաքաղաքն էր, որը հակասությունների մեջ էր հրեաների հետ։ Հրեաները չէին շփվում սամարացիների հետ, եւ նույն կերպ սամարացիները չէին շփվում հրեաների հետ։ Եվ այս մարդը տեսնելով իր թշնամուն, մի օտարականի ճանապարհին ծեծված ու կողոպտած, վերցնում է նրան խղճալով, ինչպես Քրիստոսն ասում է, մոտենում է, կապում է նրա վերքերը, լցնելով յուղ ու գինի, նստեցնում է նրան իր էշի վրա, բերում է պանդոկ, հոգ է տանում նրա մասին։ Իսկ հաջորդ օրը հեռանալով հանում է 2 դինար, տալիս պանդոկապանին եւ ասում, որ հոգ տանի նրա մասին, եւ եթե շատ ծախսի կվերադառնա եւ կտա։ Հիսուսը այս մարդուն ասում է. «Գնա դու էլ նույնը արա»։ Ինչ է նա նկարագրում այս առակում։ Այս առակը ցույց է տալիս, թե ում պետք է սիրենք եւ ինչպես է այդ սերը դրսևորվում։ Սիրիր քո մերձավորին, ինչպես ինքդ քեզ։ Եվ ով է իմ մերձավորը, որին ես պետք է սիրեմ։ Եվ Քրիստոսը պատասխանելով այս հարցին օրինակ է բերում, որտեղ մեկ մարդ բարիք է անում իր թշնամուն։ Սա քո մերձավորն է, որին դու պետք է սիրես։ Այս առակում Քրիստոսը խոսում է մեր սիրո մասին, ոչ միայն եկեղեցու ներսում, ոչ միայն մեր անմիջական ընտանիքի, մեր ընկերների կամ մեր ազգականների հանդեպ։ Քրիստոսը այստեղ խոսում է օտարերկրացիների հանդեպ սիրո մասին, ովքեր քո թշնամիներն են։ Եվ ինչպես դրսևորվեց այս սամարացու սերը։ Սկզբում նա վիրակապեց տղամարդու վերքերը, այսինքն նրան բժշկական օգնություն ցուցաբերեց։ Երկրորդ նա նրան նստեցրեց իր էշի վրա եւ բերեց պանդոկ, այսինքն նրան տրանսպորտային օգնություն ցուցաբերեց։ Երրորդ նա վճարեց այդ մարդու համար պանդոկում։ Եվ նույնիսկ որոշ գումար 2 դինար թողեց պանդոկապետին, որպեսզի նա շարունակի հոգ տանել եւ խնամել նրան, այսինքն նա նրան ֆինանսապես օգնեց։ Այս բաներում է, որ մեր բարի գործերը դրսևորվում են։ Կամ մեր բարի գործերը անհավատների նկատմամբ կարող են դրսևորվել։ Մենք կարող ենք օգնել նրանց տառապանքի մեջ, մեղմացնելով նրանց տառապանքը։ Մենք բժշկական օգնություն ենք ցուցաբերում, կամ պարզապես մխիթարում ենք ինչ-որ տեղ։ Ձեռ ենք մեկնում կամ օգնում ենք որոշակի հարցերում, որոնք հեշտացնում են նրանց կյանքը, վերանորոգում ենք ինչ-որ բան եւ այլն։ Օգնեք տրանսպորտի հարցում։
Նստեցրեք անհավատներին ձեր էշի վրա եւ տարեք ինչ որտեղ։ Մի անհավատի տարեք ձեր մեքենայով։ Նյութական օգնություն ցուցաբերելով կարիքավոր մարդկանց որոշ կարիքների համար։ Նրանք գումար էին տրամադրում եւ դրանով իսկ նաեւ բարեկամական օգնություն ցուցաբերում եւ այլն։ Ահա թե որտեղ մեր սերը եւ գերեղբայրական սերը նույնպես կդրսևորվեն անհավատ մարդկանց համար բարի գործերով։ Հիսուսն ասաց. «Գնա եւ դու էլ նույնը արա»։ Եվ նա նույն բանը ասում է մեզ. «Գնա եւ դու էլ նույնը արա»։ Մատթեոս 5:16-ում Քրիստոսն ասում է. «Այդպես էլ թող ձեր լույսը մարդկանց առջև փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր հորը, որ երկնքում է»։ Քո լույսը կփայլի միայն քո եղբայրների առջև, միայն քո նեղ եկեղեցական շրջանակներում։ Ոչ, այդպես էլ թող ձեր լույսը մարդկանց առջև փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը ու փառավորեն ձեր հորը, որ երկնքում է։ Ինչպես Քրիստոսն ասում է լեռան քարոզում, Հայրը նույնն է անում։ Երկնային Հայրը անձրև է ուղարկում արդարների եւ անարդարների, հավատացյալների եւ անհավատացյալների վրա, եւ հրամայում է իր արևին ծագել չարերի եւ բարիների, հավատացյալների եւ անհավատների վրա։ Երկնային Հայրը բարիք է անում բոլորին, թե անհավատացյալներին, թե հավատացյալներին։ Եվ մենք նաեւ կոչված ենք ընդօրինակելու մեր երկրային Հորը, բարի գործեր անելով անհավատների համար, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը եւ փառավորեն ձեր երկրային Հորը։ Երրորդ. Սերը, գերեղբայրական սերը, դրսևորվում է ատողների նկատմամբ առատաձեռնությամբ։ Ատողների նկատմամբ առատաձեռնությամբ։ Լեռան քարոզում Քրիստոսն ասաց Մատթեոս 5:44. Բայց ես ձեզ ասում եմ. սիրեք ձեր թշնամիներին։ Այնտեղ նա չի խոսում եկեղեցու եղբայրների եւ քույրերի հանդեպ սիրո մասին, որոնց մենք երբեք իրավունք չունենք թշնամիներ անվանել կամ մեր թշնամիները համարել։ Հիշեք, նույնիսկ այն մարդը, ով գտնվում է եկեղեցական կարգապահության 3-րդ աստիճանին, Թեսաղոնիկեցիների 2-րդ նամակ, չպետք է մեզ համարվի թշնամի։ Նույնիսկ մեղանչող եղբորը, որը ենթարկվում է եկեղեցական կարգապահության, այսինքն միջև արտաքսման պահը, միջև 3-րդ աստիճանը, մի համարեք նրան թշնամի, ասում է Պողոս առաքյալը։ Մենք երբեք չպետք է մեր հավատացյալ եղբայրներին ու քույրերին մեր թշնամիները համարենք։ Եվ այստեղ լեռան քարոզում Քրիստոսը խոսում է անհավատ մարդկանց մասին։ Սիրեք ձեր թշնամիներին։ Օրհնեք ձեզ անիծողներին։ Բարիք արեք ձեզ ատողներին։ Եվ աղոթեք նրանց համար, ովքեր չարչարում եւ հալածում են ձեզ։ 2006 թվականի հոկտեմբերի 2-ին գյուղական դպրոցում, սա բոլորովին վերջերս էր, կրկնում եմ 2006 թվականին, 32-ամյա Չարլզ Ռոբերտսը պատանդ վերցրեց դպրոցի 10 աղջիկների, 6-ից 13 տարեկան։ Չնայած այն հանգամանքներին, որ նա ինքը ամուսնացած էր եւ 3 փոքր երեխաների հայր, նա անհավանական բան արեց։ Նա սպանեց 5 աշակերտուհիների, վիրավորեց եւս 5-ին, ապա ինքնասպան եղավ։ Դա սարսափելի ողբերգություն էր, բայց դրանից հետո տեղի ունեցածը բացարձակապես զարմանալի էր։ Այս դպրոցը բացվել էր հավատացյալների կողմից, եւ բոլոր մահացած երեխաների ընտանիքները հավատացյալներ էին։ Ողբերգությունից հետո առաջին ժամերին մի տղամարդ մոտեցավ մարդասպանի ծնողների տանը։ Մենք կարող ենք ակնկալել, որ այս մարդը կգնա եւ կասի որոշ կոպիտ խոսքեր այս մարդկանց։ Օրինակ, ինչպես կարողացաք նման մարդասպան դաստիարակել։ Գիտեք թե ինչ արեց ձեր որդին։ Գիտեք թե քանի մարդ է հիմա լացում նրա պատճառով։ Նա անդառնալի բան արեց։ Բայց ոչ։ Այս մարդը բոլորովին այլ բառերով մոտիկացավ։ Նա նրանց լուրեր էր բերում տուժած ընտանիքներից։ Նա մարդասպանի այս ծնողներին փոխանցում էր, որ մահացածի ծնողները նրանց իրենց թշնամիները չեն համարում։ Ընդհակառակը, նրանք հասկանում են, որ այդ օրը իրենք էլ են կորցրել իրենց երեխային։ Հիշեցնեմ, որ այս մարդասպանը իր հանցագործությունը կատարելուց հետո ինքնասպան եղավ։ Եվ այս ծնողները նույնպես շոկի մեջ էին։
Եվ այսպես մահացած աղջիկների ծնողները հաղորդակցություն ուղարկեցին մարդասպանի ծնողներին, ասելով. Մենք հասկանում ենք, որ այսօրը դուք նույնպես կորցրեցիք ձեր երեխային։ Եվ մենք ցավակցում ենք ձեզ։ Մարդասպանի հողարկավորությանը ներկային մոտ 30 հավատացյալ տղամարդիկ եւ կանայք։ Կրկնում եմ, սա աղջիկների հողարկավորությունը չէր, այլ մարդասպանի հողարկավորությունն էր։ Մոտ 30 հավատացյալ տղամարդիկ եւ կանայք էին եկել։ Ոչ, նրանք չէին եկել պաստառներով, որպեսզի արտահայտեն իրենց վրդովմունքը։ Ոչ, նրանք եկան գերեզմանատուն եւ շարք կազմեցին մարդասպանի ծնողների շուրջը։ Նրանց ամենուրեք հանդիպող լրագրողներից պաշտպանելու համար։ Սպանված աղջիկների ծնողները մոտեցան մարդասպանի ծնողներին եւ նրանց հետ լաց եղան որդու համար։ Մի քանի շաբաթ անց նրանց հրավիրեցին այս եկեղեցական համայնքի բոլոր ընտանիքների հետ հանդիպման։ Եվ մարդասպանի այս ծնողներին ընդունեցին իրենց միության, իրենց ընտանիքի մեջ։ Որոշ ժամանակ անց, երբ մեղավորի մայրը, տիկին Ռոբերտսը, քաղցկեղի բուժման մեջ էր, միջադեպի ժամանակ վիրավորված աղջիկներից մեկը, 10 վիրավորներից մեկը, որոնք ողջ էին մնացել, օգնում էր մաքրել տիկին Ռոբերտսի տունը, մինչև նա հիվանդանոցից կվերադառնա։ Սուրբ Ծննդյան օրը Ռոբերտների տանը մոտեցավ մեծ դպրոցական ավտոբուս, որից դուրս եկավ երեխաների մի խումբ, եւ նրանք մտան տուն, սկսեցին Սուրբ Ծննդյան երգեր երգել մարդասպանի ծնողների համար։ Նրանք ընդունեցին նրանց իրենց ընտանիքում եւ շրջապատեցին իրենց սիրով, ցույց տալով, որ ներում են նրանց։ Սա չի նշանակում, որ նրանց համար հեշտ էր դա անել։ Ես կարդացի որոշ ծնողների հետ հարցազրույցներ, եւ նրանք ասում էին. Ես տառապում եմ եւ ապրում եմ սրա հետ ամեն օր։ Ես պետք է ներեմ ամեն օր։ Ես պետք է ամեն օր ջան գործադրեմ ինքս ինձ համար։ Նրանց համար շատ դժվար էր դա անել։ Բայց նրանք որոշում կայացրին Քրիստոսի համար ներել այս անհավատ մարդկանց եւ ընդունել նրանց որպես իրենց ընտանիքի մաս։ Այս տեսակի մեծահոգի վերաբերմունքը քո թշնամիների կամ որոշ մեղավորների քեզ ինչ որ վիրավորած մարդկանց նկատմամբ, սա նույնպես սիրո դրսևորում է։ Սա սեր է, գերեղբայրական սեր, եւ վերջապես սերը, գերեղբայրական սերը, դրսևորվում է Տիրոջը նվիրվելով։ Հովհաննեսի ավետարանի 21-րդ գլխի 16-րդ համարում Քրիստոսը Պետրոսին տալիս է ամենակարևոր հոգևոր հարցը։ Պետրոսը հոգևոր անկում ապրեց, ուրացավ Քրիստոսին։ Եվ այժմ հատկապես կարիք ուներ փոփոխության, ուղղման եւ վերականգնման։ Քրիստոսը նրան էապես մեկ հարց է տալիս։ Եվ հենց այս մեկ հարցն է, որ նկարագրում է հոգեխնամության գործընթացի բուն էությունը։ Ինչ հարց էր դա։ Դու սիրում ես ինձ։ Հովհաննես 21:16։ Երկրորդ անգամ նրան հարցրեց. Սիմոն, Հովանի որդի, սիրում ես ինձ։ Պետրոսը նրան պատասխանեց. Այո, Տեր, դու գիտես, որ ես քեզ սիրում եմ։ Մի մարդ մի անգամ մտորեց այս խոսքերի շուրջ եւ նկատեց, որ կցանկանար պատասխանել նույն կերպ, ինչպես Պետրոսը, բայց չհամարձակվեց դա անել։ Նա վախենում էր ասել այս խոսքերը. Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ։ Որովհետեւ նրան թվում էր, թե ինքը արժանի չէ դրանք ասելուն, որ դա ամբողջովին ճիշտ չի լինի։ Ապա նա սկսեց մտածել. Եթե ես չեմ կարող ասել դա Պետրոսի պես, գուցե կարող եմ սկսել ավելի փոքր բանից։ Մի բան կա, որ ես հաստատ գիտեմ։ Գիտեմ, որ չեմ կարող ասել, Տեր, դու գիտես, որ ես քեզ չեմ սիրում։ Հաստատ գիտեմ, որ չեմ կարող ասել, Տեր, դու գիտես, որ ես քեզ չեմ սիրում։ Եվ դրանով ես արդեն մխիթարություն եմ գտել, գրում է նա։ Այնուհետև ես շարունակեցի խորհրդածել եւ քաջություն գտա ասելու. Տեր, դու գիտես, որ ես ուզում եմ սիրել քեզ։ Ապա նա սկսեց հիշել Քրիստոսի սերը իր հանդեպ եւ այն ամենը, ինչ Քրիստոսը արել է իր համար։ Եվ դրանից հետո նա նայեց դեպի երկինք եւ ասաց. Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ։ Այդ պահին նա գիտակցեց Աստծո ներողամտությունը եւ հասկացավ, որ իր սրտում նոր կյանք է լցվել։ Իսկապես Տիրոջ հանդեպ սերը քրիստոնեության չափանիշն է, ինչպես ասացինք։ Սակայն կարևոր է հասկանալ, որ Տիրոջ հանդեպ սերը միայն սենտիմենտալ զգացողություն չէ։ Մեր շրջապատող աշխարհը մեզ վրա ներկայացնում է սիրո մասին լիովին կեղծ պատկերացում։ Մանկուց ի վեր, երբ մենք լսում ենք մեր շուրջը խոսակցություններ,
տեսնում ենք որոշ օրինակներ, կարդում ենք գրքեր, դիտում ֆիլմեր եւ այլն, մեզ վրա տարածվում է այն միտքը, որ սերը ինչ-որ սենտիմենտալ զգացմունք է։ Սակայն Սուրբ Գիրքը սիրո մասին խոսում է բոլորովին այլ կերպ։ Աստծուն սիրելը միայն ջերմ զգացողություն ունենալը չէ, երբ մտածում ես Աստծո մասին։ Սա պարզապես չի նշանակում, որ երբ մտածում ես այն մասին, թե ինչ է Աստված արել քեզ համար, ունենում ես որոշ հաճելի ներքին զգացողություններ, ոչ։ Տիրոջ հանդեպ սերը շատ ավելի խորն է։ Տիրոջ հանդեպ սերը անբաժանելի է նրա պատվիրանները պահելուց։ Հովհաննես 14-րդ գլխում նույն համատեքստում Քրիստոսը նույն միտքը կրկնում է 3 անգամ։ Հովհաննես 14-րդ գլխի 15-րդ համարում ասվում է. Եթե ինձ սիրում եք, պահեք իմ պատվիրանները։ Նույն գլխում մի փոքր ավելի ներքև 21-րդ համարում գրված է. Ով ունի իմ պատվիրանները եւ պահում է դրանք, նա է ինձ սիրում, ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ հորից։ Եվ ապա մի փոքր ավելի ներքև 23-րդ համարում Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. Եթե մեկը ինձ սիրում է, իմ խոսքը կպահի, եւ իմ հայրը կսիրի նրան, եւ նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ։ Տիրոջ հանդեպ սերը անբաժանելի է նրա պատվիրանները պահելուց։ Երբ Քրիստոսը տալիս է այս սիրո սահմանումը, բնութագիրը, նա նույնը կրկնում է 3 անգամ։ Եթե ինձ սիրում եք, պահեք իմ պատվիրանները։ Ով ունի իմ պատվիրանները եւ պահում է դրանք, նա է ինձ սիրում, եւ ոչ թե նա, ով քրիստոնեական երգեր երգելիս ինչ որ զգացմունքային զգացողություն է ապրում։ Այլ նա, ով պահում է իմ խոսքը, նա է սիրում ինձ։ Եվ հետո կրկին. Ով սիրում է ինձ, կպահի իմ խոսքը։ Առաջին Հովհաննեսի 2-րդ գլխի 15-րդ համարում ասվում է. Մի սիրեք աշխարհը, ոչ էլ աշխարհի մեջ եղածը։ Եթե մեկը սիրում է աշխարհը, հոր սերը նրա մեջ չէ։ Եթե մենք սիրում ենք Աստծուն, մենք չենք բաժանի այդ սերը, կամ չենք բղծի այն աշխարհի հանդեպ սիրով։ Մեր մեջ բնակվող հոգին մեզ նախանձով է սիրում։ Տերը չի ուզում մեզ կիսել որևէ մեկի հետ։ Նա ուզում է, որ մենք սիրենք միայն իրեն։ Այդ պատճառով էլ նա ասում է. մի սիրեք աշխարհը եւ ոչ էլ աշխարհի մեջ եղած բաները։ Եթե մեկը սիրում է աշխարհը, հոր սերը նրա մեջ չէ։ Եթե մենք սիրում ենք այս աշխարհի խոստումները, եթե մենք սիրում ենք այս աշխարհի հաճույքները, եթե մենք սիրում ենք այս աշխարհի մեղքերը, ապա մեզանում սեր չկա հոր հանդեպ։ Աստծո հանդեպ սերը դրսևորվում է նրա խոսքը ընդունելով եւ նրա խոսքին կառչած մնալով։ Դե եզրափակելով մենք պետք է խոսենք այն մասին, թե ինչպես սովորել սիրել։ Մենք լսել ենք այն մասին, թե ինչպես է դրսևորվում այս գերեղբայրական սերը։ Եվ գուցե մենք մեր մեջ նկատում ենք, որ մեզ մոտ այս սերը բացակայում է։ Եվ ոչ թե գուցե, այլ անպայման նկատում ենք, որ մեզ մոտ իրական սերը բացակայում է։ Դա զարմանալի չէ։ Քանի որ սերը, ինչպես ասացինք, հոգևոր աճի գագաթնակետն է։ Դա մի բան չէ, որին մենք հասնում ենք 1 վայրկյանում։ Դա մի բան է, որի ուղղությամբ մենք շարունակում ենք զարգանալ եւ որին շարունակում ենք ձգտել ամեն օր։ Այսպիսով, ինչպես սովորել սիրել։ Այս հարցին պատասխանելու համար եկեք ամփոփենք Պետրոսի 2-րդ նամակի բոլոր նախորդ համարները, որոնք մենք արդեն ուսումնասիրել ենք։ Որպեսզի սովորենք մարդկանց սիրել Աստծո սիրով, մենք նախ պետք է համոզվենք, որ ունենք իսկական հավատք։ Առաջին համարը։ Առանց հավատքի մեր սերը լավագույն դեպքում մարդկային կլինի։ Առանց իրական հավատքի, որը մեզ նոր սիրտ է տալիս, որը մեզանում նոր ծնունդ է առաջացնում, առանց այս իրական հավատքի, մեր սերը լավագույն դեպքում կլինի մարդկային, այսինքն եսասիրական։ Երկրորդ, սիրել սովորելու համար անհրաժեշտ է պարբերաբար ուժ ստանալ Աստվածաշնչից եւ աղոթքից։ Ուժ ստացեք կանոնաբար Աստվածաշնչից եւ աղոթքից։ Սուրբ գրքի եւ աղոթքի դերը քննարկվում է հաջորդ համարներում, 2-ից մինչև 4-ը։ Առանց Աստվածաշնչի եւ աղոթքի մեջ մնալու մեր սերը թույլ կլինի։ Այնպես ինչպես շարժիչը չի կարող աշխատել առանց վառելիքի, այնպես էլ առանց Աստծո խոսքի եւ աղոթքի մեջ անընդհատ մնալու, առանց հոգևոր ուժի աղբյուրի, Աստծո հետ մշտական կապի մեր սերը կմարի։ Այն չի աշխատի։ Այն չափազանց թույլ կլինի։ Երրորդ,
Սիրել սովորելու համար պետք է հայացքը հառած պահել մարմնացած սիրո, մեր Տեր Հիսուս Քրիստոսի վրա։ Հիշում եք նույն առաջին տողերում ասում է, որ մեր Տերը մեզ կանչեց իր փառքով ու բարությամբ։ Եվ մենք դրա մասին խոսեցինք մի անգամ, երբ ուսումնասիրում ենք նախորդ համարները։ Խոսեցինք այնպիսի հոգևոր սկզբունքի մասին, որ Տիրոջ փառքին նայելը հոգևոր աճի գլխավոր դրդապատճառն է։ Դա խթանող գործոն է։ Երբ մենք նայում ենք Հիսուս Քրիստոսին, նայում ենք Տիրոջը եւ նրա բոլոր հատկանիշներին, նրա մեծությանն ու գեղեցկությանը, նրա փառքին, դա գրավում է մեզ եւ մեզ նմանեցնում։ Մեր մեջ ստեղծում է նույն պատկերը, Հիսուս Քրիստոսի պատկերի հետքը։ Մեր քարոզներից մեկում մենք խոսեցինք մի կենտրոնական թեզի մասին, որը արժանի է կրկնության։ Նույն փառքը, որը չվերածնված մեղավորին քաշեց դեպի ապաշխարության, շարունակում է վերածնված մեղավորին քաշել դեպի սրբացման։ Նույն փառքը այնտեղ գրված է, ով կանչեց մեզ իր փառքով եւ բարությամբ։ Այսպիսով նույն փառքը, որը չվերածնված մեղավորին քաշեց դեպի ապաշխարության, շարունակում է վերածնված մեղավորին քաշել դեպի սրբացման։ Այսպիսով սիրել սովորելու համար անհրաժեշտ է նայել Տիրոջ փառքին, քանի որ Տերը մարմնացած սեր է։ Հիսուս Քրիստոսը սեր է, որը իջավ երկիր։ Հայր Աստծո մասին ասվում է. Աստված սեր է։ Նա սեր է, առանց Տիրոջը նայելու մեր սերը շարժառիթ չի ունենա։ Հաջորդը, 4. Սիրել սովորելու համար դուք պետք է պատրաստ լինեք ջանք գործադրել։ 5-րդ համարն ասում է. Դուք նույնպես ձեր լավագույն ջանքերը գործադրեք այս նպատակի համար։ Ջանքերը պետք է գործադրվեն հոգևոր աճի ողջ գործընթացի ընթացքում, ներառյալ սերը։ Առանց ջանքերի մեր սերը սահմանափակ կլինի։ Այն կսահմանափակվի մեր հարմարությամբ։ Երբ մեզ համար հարմար լինի որևէ բարի գործ անել, մենք դա կանենք, եւ հենց որ դա մեզ համար անհարմար է դառնում, ասում ենք դե ներողություն, ես անհարմարության մեջ եմ։ Ոչ, սիրել սովորելու համար մենք պետք է պատրաստ լինենք ջանքեր գործադրելու, անելու այն, ինչը դժվար է, եւ անելու այն, ինչը անհարմար է։ 5. Սիրել սովորելու համար մենք պետք է աճենք հոգևոր աճի քայլերով։ Մենք արդեն կրկնել ենք եւ հիմա շատ կարճ կանրադառնանք հոգևոր աճի այս քայլերին եւ կտեսնենք դրանց կապը սիրո հետ, թե ինչպես են դրանք մեզ տանում դեպի սեր։ Սիրել սովորելու համար մենք պետք է որոշում կայացնենք կատարելու Աստծո կամքը, եւ դա է առաքինությունը։ Ընտրել բարին։ Այդ թվում Աստծո սիրո կամքը։ Այսինքն սիրել սովորելու համար մենք նախ պետք է ասենք Տեր, ես հնազանդվում եմ քեզ սիրելու քո պատվիրանին։ Հաջորդը, սիրել սովորելու համար մենք պետք է ուսումնասիրենք Սուրբ Գիրքը, պարզելու համար, թե ինչից է բաղկացած սերը, այսինքն մենք պետք է ձեռք բերենք գիտելիքներ։ Հաջորդը մենք պետք է անցնենք 3-րդ քայլին եւ խուսափենք մեր մերձավորների դեմ մեղանչելուց, որովհետեւ սերը օրենքի կատարումն է։ Սիրել սովորելու համար մենք պետք է խուսափենք որևէ չարիք գործելուց, կամ մեր մերձավորներին որևէ վիշտ պատճառելուց, մեղքից հեռու մնալ, ձեռնպահ մնալ։ Հաջորդը, մենք պետք է համբերատար լինենք ուրիշների թերությունների նկատմամբ։ Սա հաջորդ քայլն է, համբերատարության քայլը։ Հաջորդը, մենք պետք է սա անենք կյանքի բոլոր ոլորտներում, ուշադիր լինենք ուրիշ մարդկանց նկատմամբ, բոլոր առումներով։ Սա արդեն իսկ բարեպաշտության մի մակարդակ է։ Եվ վերջապես մենք պետք է սովորենք ծառայել հավատացյալներին։ Երբ մենք ծառայում ենք նրանց, ում ավելի հեշտ է ծառայել, հավատացյալներին, մենք սովորում ենք հաղթահարել մեր եսասիրությունը եւ ծառայել նաեւ անհավատներին։ Առանց այս բոլոր որակների աճի մեր սերը սխալ ուղղություն կունենա։ Այսինքն այն կունենա սխալ վեկտոր, որը կտանի սխալ ուղղությամբ։ Կամ այլ կերպ ասած, մեր սերը կլինի սխալ, մոլորեցնող կամ կեղծ։ Շատ տարիներ առաջ մի թերթում այսպիսի գովազդ էր հրապարակվել։ Լսեք այս գովազդի տեքստը, այն շատ հետաքրքիր է։ Այնտեղ գրված էր. Փնտրվում են տղամարդիկ, վտանգավոր ճանապարհորդության, փոքր աշխատավարձի, դաժան ցրտի, լիակատար խավարի, երկար ամիսների, մշտական վտանգի, անվտանգ վերադարձի երաշխիք չստանալու, պատիվ եւ ճանաչում հաջողության դեպքում։ Այս գովազդը հրապարակվել է Անտարկտիդայի հայտնի հետազոտող եւ նվաճող Էրնեստ Շեքլթոնի կողմից։ Ձեր կարծիքով քանի մարդ է արձագանքել այս գովազդին։
Շատ, քիչ, հազարավորներ։ Հազարավոր մարդիկ արձագանքեցին այս գովազդին։ Հազարավոր տղամարդիկ պատրաստ էին զոհաբերել ամեն ինչ։ Իրենք իրենց հաղթահարելու, սխրանք կատարելու, ադրենալինի, չերաշխավորված փառքի համար։ Սիրելի բարեկամներ, միթե Աստծո զավակները չպետք է պատրաստ լինեն ավելին անել Տիրոջ սիրո և երկնքի երաշխավորված փառքի համար։ Ամփոփելով պետք է ասենք, որ անհնար է սիրուն հասնել առանց կյանքը Տիրոջը նվիրելու։ Հիշում եք, մենք ասացինք, որ հոգևոր աճի այս ամբողջ գործընթացը սկսվում է առաջին քայլից, Երկրորդ Պետրոսի առաջին համարից, որը խոսում է հավատքի մասին։ Եթե մենք չունենանք իրական փրկարար հավատք, որը կվերափոխի մեր սիրտը, կբերի վերածնունդ և մեզ կդարձնի նոր մարդ, Տիրոջ երեսի առաջ։ Եթե մենք չունենանք այսպիսի իրական փրկարար հավատք, մենք երբեք չենք կարողանա հասնել Աստծո իրական սիրուն։ Եթե մենք չընդունենք Սուրբ Հոգին մեր սրտերում, Սուրբ Հոգու սերը չի թափվի մեր մեջ, որի մասին խոսվում է Հռոմեացիներին ուղղված նամակի 5-րդ գլխում։ Սերը թափվել է մեր սրտերում, Սուրբ Հոգու միջոցով, որը տրվել է մեզ։ Եթե չստանանք Սուրբ Հոգին, չենք հասնի Աստծո ճշմարիտ սիրուն։ Սիրելի բարեկամներ, այս իրական սերը տեսնելու, այն ձեր սրտում զգալու և ձեր կյանքում ընդունելու այս մեծ բարձրագույն առաքինությանը հասնելու այն զգալու համար, ինչը կարող են զգալ միայն ճշմարիտ հավատացյալները։ Դուք պետք է դիմեք Տեր Հիսուս Քրիստոսին։ Դուք պետք է նայեք նրա սիրուն։ Մենք այսօր արդեն հիշեցինք Հովհաննես 3:16-ը, որովհետև Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Եվ մեկ այլ տեղում ասվում է. Բայց Աստված իր սերը մեր հանդեպ ցույց է տալիս նրանով, որ երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։ Սա Աստծո սիրո մեծագույն դրսևորումն է մեզ համար։ Ընդունեք նրա սերը, և նրա սերը կլցնի ձեր կյանքը ճշմարիտ սիրով, որը գալիս է միայն Աստծուց։ Եկեք աղոթենք։ Բարեգութ երկնային Հայր, մենք սրտան շնորհակալ ենք Քեզ սիրո մասին այս հրահանգի համար, որը հոգևոր աճի գագաթնակետն է։ Մենք խնդրում ենք Քեզ, օրհնես մեզ ընդունելու Քո սերը, ամբողջ սրտով հավատալու ավետարանին, լցվելու Քո լիությամբ, և թող Քո սերը թափվի մեր սրտերում մեզ տրված Սուրբ Հոգով։ Օգնիր մեզ ընդունելով Քո սերը, ցույց տալ այդ սերը մեր շրջապատի մարդկանց։ Օգնիր մեզ թափել այս սերը մեր շուրջը գտնվող անհավատների վրա։ Օգնիր մեզ արտացոլել այս սերը Քո հանդեպ։ Օգնիր մեզ սիրել Քեզ, քանզի Դու նախ սիրեցիր մեզ։ Մենք աղոթում ենք, որ Դու առաջնորդես մեզ հոգևոր աճի քայլերով։ Օգնիր մեզ աճել այս բոլոր հատկանիշների մեջ։ Քո անվան փառքի համար։ Ամեն։